Ծնվել եմ Իջևան քաղաքում, դեռ վաղ մանկուց ընտանիքիս հետ զբաղվել եմ դեկորատիվ բույսերի արտադրությունով։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակեցի Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում։ Նաև ստացա մագիստրոսի աստիճան եւ հետ վերադարձա Իջևան։ Իջևանի դենտրոպարկը 1962 թվականին հիմնադրել էր պապիկս, որից հետո հայրս նույնպես ամբողջ կյանքը նվիրել էր Իջևանի դենտրոպարկին։ Հիմնադրումից ի վեր մեր ընտանիքը շուրջ 1000 տեսակ բույսեր էր փորձարկել, տարբեր երկրներից, տարբեր մայրցամաքներից ներմուծել էին, արտադրել, շատացրել եւ արդեն փորձը ցույց էր տվել, որ Իջևանի կլիմային համապատասխանում է մոտ 650 տեսակը։ Իսկ ես համալսարանն ավարտելուց հետո Դիտավան գյուղում իմ ձեռագրով հիմնեցինք նոր այգի, նոր տնկարան։ Հասկացա, որոնք են ամենաակտուալները, այդ 650-ից ընտրվեցին մոտ 100-ը եւ սկսեցինք արդեն կենտրոնանալ դրանց վրա։ Բացի այդ, նաեւ շատ մեծ ուշադրություն էի դարձրել, որոնք են ամենավաճառվողները, որոնք են մարդկանց կողմից ամենանախընտրելի եւ սիրելի բույսերը՝ թույաներ, եղևնիներ, տոսախներ, շատերև բույսեր, տերևաթափ ծառեր, մագլցող, ստվերախիտ։ Իջևան քաղաքում ունենք նաև ջերմոց։ Ջերմոցում ստանում ենք սերմերի սածիլները եւ այդ ամբողջ ստացած տնկիներն արդեն տեղափոխում ենք եւ արդեն իրականացնում ենք բույսերի վերջնական արտադրությունը։ Այսինքն այստեղից արդեն բույսերը դուրս են գալի վաճառքի եւ տեղափոխվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզեր, բոլոր շրջաններ։ Համագործակցում ենք մի շարք հյուրանոցների, ռեստորանների, հյուրատների եւ անհատների հետ։ Այս արտադրությունը գնալով զարգանում է, քանի որ այն բացի բիզնես եւ բացի հոբի իր մեջ ունի շատ մեծ սկզբունքային պատմություն, այն նաեւ ընտանեկան ավանդույթների պահպանման մի շատ կարեւոր գործունեություն է, որը ես պատրաստվում եմ ամբողջ կյանքում տանել իմ հետ։ 6 տարի Երևանում ապրելուց սովորելուց հետո ունեի բազում աշխատանքային առաջարկներ, սակայն այդ բոլոր առաջարկների մեջ ինձ մի բան չէր դուր գալի, քանի որ ես չեմ սիրում պատրաստի ոչինչ եւ բարդ ճանապարհ էր այս տնկարանը հիմնադրելը, այս ամբողջ համակարգը ստեղծելը, բայց ես միշտ սիրել եմ ամեն ինչ անել իմ ձեռագրով։ Այն ինչը որ արդեն դու ես ստեղծում, քո ձեռագիրն է, քո սեփականությունն է, դա արդեն ուրիշ է։ Եվ քեզ կոփում է այս ամենը։ Ինչքան շատ եմ բնությանը նվիրվում, ես բնության կողմից անընդհատ ինչ-որ նվերներ եմ սկսում ստանալ։ Բնությունից մինչև հիմա ստացել եմ իր դրական պատասխանները, չնայած լինում են կարգուտ, լինում են երկարատև շոքեր կամ անձրևներ, բայց մեկ է այդ ամեն ինչը ավելի է քեզ ստիպում, որ դու ավելի լավ հասկանաս իր լեզուն։